Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր եթերները պահպանվում են իմ յութուբյան ալիքներում, ինստագրամում, կոնտակտում, ֆեյսբուքյան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք, այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ ի սրտե նվիրում եմ։ Здравствуйте, мои дорогие подписчики, как вы знаете, я экстрасенс-парапсихолог, ведический астролог, ясновидящая. Я делаю расклады на картах Таро, работаю с помощью рун, делаю чистку, ставлю защиту. Для каждого человека отдельно составляю натальную карту, астрологическую матрицу. Если вам нужна моя помощь, обращайтесь. Если не можете приходить, я работаю онлайн с помощью видеозвонка. Ինչպես գիտեք, սիրելի ունկնդիրներ, ամեն շաբաթ կիրակի իմ մոտ ուղիղ եթերներ են, որտեղ որ ես պատասխանում եմ իմ ունկնդիրների հարցերին։ Դուք կարող եք գրել ձեր անունը, գրել ձեր տարիքը, գրել հարցի ոլորտը, անձնական, ֆինանսական, նեգատիվ, բացասական էներգիայի, թուղթուկրի, մագիայի առկայությունը, ես նման հարցերին նույնպես պատասխանում եմ, բայց անպայման գրում եք անունը, գրում եք տարիքը, նոր գրում եք ձեր հարցը։ Дорогие мои подписчики, как вы знаете, я каждое воскресенье, субботу выхожу на прямой эфир, где отвечаю на ваши вопросы. Я знаю, что много моих подписчиков, они русскоязычные люди. Вы можете давать ваши вопросы на русском. Я с большим удовольствием на ваши вопросы тоже отвечу. Пишите ваше имя, сколько вам лет и сфера вопроса. Финансы, здоровье, любовные личные отношения, наличие негатива. Если я увижу, что ваши проблемы это от негатива, от порчи, от проклятий или какого-либо другого негатива, я это вам тоже буду говорить. Սկսենք մեր ուղիղ եթերը, սիրելիներս, դուք էլ ակտիվ եղեք ձեր նվերներով, ձեր լայքերով, ձեր սրտիկներով։ Արմինե 49 տարեկան անձնական։ Արմինե 49 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Արմինեի համար։ Կա խնդիրներ, սիրելի Արմինե, ձեր անձնական ոլորտում։ Կա խնդիրներ եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում։ Կան խնդիրներ, բայց այդ խնդիրները լուծելի են, սիրելի Արմինե, ձեր ֆինանսական ոլորտում եւ անձնական ոլորտում եղած խնդիրները, խնդիրները վերջանալու են, ավարտվելու են, դուք դուրս եք գալիս այդ իրավիճակից հաղթանակով։
Անի 35 տարեկան առողջական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Անիի համար։ Անի 35 տարեկան առողջական։ Սիրելի Անի, կա առողջական խնդիր, բայց կա նաև լավացում, կա նաև ապաքինում, անպայման դիմեք բժիշկների, կատարեք բժիշկների ցուցումը եւ կլինի առողջացում, կլինի լավացում, կլինի ապաքինում։ Դիանա 22 տարեկան անձնական։ Դիանա 22 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Դիանայի համար։ Դիանա 22 տարեկան անձնական։ Կա խնդիրներ սիրելի Դիանա։ Սիրելի Դիանա, ձեր վրա կա նեգատիվ, ոչ թե ձեր վրա, ձեր տոհմի վրա կա նեգատիվ, որը փակում է ձեր անձնական հաջողությունը, տոհմական անեծք կա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի ես ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Քանի կա այդ նեգատիվը, սիրելի Դիանա, հաջողություններ չեն լինի ոչ անձնական ոլորտում, ոչ ֆինանսական ոլորտում։ Մարիետա Կոր, հունվարին կբարիշեք, թե ոչ։ Մարիետա Կոր, հունվարին կբարիշեք, թե ոչ։ Կա խնդիրներ, սիրելի Մարիետա, եւ ֆինանսական խնդիրներ, եւ անձնական պրոբլեմներ, ոչ չի լինի, չեք բարիշի, չեք հաշտվի, որովհետև սիրելի Մարիետա, ձեր վրա կա նեգատիվ, եւ ձեր վրա, եւ Կորի վրա, որի պատճառով եղել է բաժանում։ Քանի կա այս նեգատիվը, սիրելի Մարիետա, հաջողություն չի լինի։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Մարիետա, նոր դրանից հետո հնարավոր է լինի հաշտեցում։ Արկադի 35 տարեկան անձնական, Արկադի 35 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արկադիի համար։ Արկադի 35 տարեկան անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Արկադի, ձեր անձնական ոլորտում, ոնց որ ձեր անձնականը փակված լինի, գալիս տեղ չի հասնում, բայց դա ժամանակավոր է, սիրելի Արկադի, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, մի վախեցեք, մի հիասթափվեք, ինչ երազանքներ, նպատակներ որ ունեք, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են, սիրելի Արկադի։ Գևորգ 29 տարեկան անձնական, Գևորգ 29 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Գևորգի համար։ Գևորգ 29 տարեկան անձնական։ Սիրելի Գևորգ, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Գևորգ, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, սիրելի Գևորգ, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս եք գալիս, ազատվում եք։
Սարգիս 40 տարեկան գործնական Սարգիս 40 տարեկան գործնական տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սարգիսի համար Սարգիս 40 տարեկան գործնական կա խնդիրներ սիրելի Սարգիս բայց այդ խնդիրները ժամանակավոր են ձեր գործնական ոլորտում, ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություններ, լինելու է հաղթանակներ, պրոբլեմներից դուք ձերբազատվելու եք, պրոբլեմներից դուրս եք գալու, հաջողություն է լինելու սիրելի Սարգիս։ Ագաբի 23 տարեկան բալիկ կունենաք, թե ոչ։ Ագաբի 23 տարեկան բալիկ կունենաք, թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ագաբի համար։ Ագաբի 23 տարեկան բալիկ կունենաք, թե ոչ։ Կա խնդիրներ սիրելի Ագաբի։ Սիրելի Ագաբի, դարապես ցույց է տալիս, որ կա նեգատիվ, հնարավոր է ձեր վրա, հնարավոր է ձեր ընտանիքի վրա, որը խնդիրներ կարող է առաջացնի և անձնական ոլորտի հետ, և ֆինանսական ոլորտի հետ, նաև երեխա ունենալու հետ կապված։ Անպայման, անհապաղ դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը, այս մագիա, այս կախարդանքը ձեր վրայից մաքրեք սիրելի Ագաբի և դուք կունենաք բալիկ, բայց ճիշտ է դուք երիտասարդ եք, բայց այս նեգատիվը փագում է ձեր երեխա ունենալու ճանապարհը, եթե ձերբազատվեք այդ նեգատիվից, դուք բալիկ կունենաք անպայման։ Ալեքս 39 տարեկան գործնական Ալեքս 39 տարեկան գործնական տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ալեքսի համար սիրելի Ալեքս ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, որի պատճառով ձեր գործնականը փակված է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի գործնական։ Ինչին ձեռ եք տալիս սիրելի Ալեքս, փլուզվում է, քանդվում է, հիմքեր եք կորցնում։ Շուշան 20 տարեկան ինչ է սպասվում։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Շուշանի համար։ Շուշան 23 տարեկան ինչ է սպասվում։ Շուշան 23 տարեկան Շուշան 23 տարեկան ինչ է սպասում։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Շուշանի համար։ Սիրելի Շուշան, ձեր կյանքի մեջ լինելու է հաջողություն, հատկապես անձնական ոլորտում։ Սիրելի Շուշան, ձեր անձնական ոլորտում լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, դրանք կատարվելու են սիրելի Շուշան, հատկապես ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն։ Հովհաննես 23 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հովհաննեսի համար։ Հովհաննես 23
Հովանես հաջողություն է ցույց տալիս անձնական ոլորտում։ Ինչ երազանքներ, նպատակներ որ ունեք, սիրելի Հովանես, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են, եւ անձնական ոլորտում է լինելու հաջողություն, եւ ֆինանսական, գործնական ոլորտում է լինելու հաջողություն։ Ռոզա Միքայել, ամուսնություն կլինի, թե ոչ։ Ռոզա Միքայել, ամուսնություն կլինի, թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Ռոզա Միքայել, կա խնդիրներ, սիրելի Ռոզա։ Ոչ, ցույց է տալիս, որ կա նեգատիվ, սիրելի Ռոզա, հնարավոր է ձեր վրա, հնարավոր է Միքայելի վրա, որի պատճառով չի լինի ամուսնություն։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, ձեր բազատվեք այս նեգատիվից, նոր դրանից հետո հնարավոր է ամուսնություն, հնարավոր է անձնական երջանկություն, քանի կա այդ նեգատիվը, ամուսնություն չի լինի։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի ու սրտիկների համար։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար։ Արթուր 38 տարեկան, ընտանիքի հետ կծանոթացնի Արմինեին, թե ոչ։ Արթուր 38 տարեկան, ընտանիքի հետ կծանոթացնի Արմինեին, թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Այո, կծանոթացնի, այո, կծանոթացնի։ Տիգրան 46 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Տիգրանի համար։ Տիգրան 46 տարեկան, կա խնդիրներ, սիրելի Տիգրան, բայց այդ խնդիրները ժամանակավոր են ձեր և գործնական ոլորտում, և ֆինանսական ոլորտում, և պետական դռների հետ, իրավական դռների հետ ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս հաղթանակ, սիրելի Տիգրան, հաջողություն է ցույց տալիս։ Եթե խնդիր կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդրից, պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Գրիգոր 30 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Գրիգորին։ Գրիգոր 30 տարեկան, սիրելի Գրիգոր, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակ, ինչ երազանք, նպատակ որ ունեք, սիրելի Գրիգոր, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, սիրելի Գրիգոր, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս եք գալիս։ Հնարավոր է առաջխաղացում, գործունեության մեջ, եթե պետական դռների հետ խնդիրներ ունեք, հնարավոր է, որ դուք այդ խնդիրների մեջ հաղթանակով դուրս գաք,
սիրելի Գրիգոր, Վալենտինա 21 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Վալենտինայի համար, Վալենտինա 21 տարեկան, Սիրելի Վալենտինա, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա տոհմական անեծք, որի պատճառով ինչին ձեր եք տալիս քանդվում է։ Դուք ձեր ամբողջ կյանքի ընթացքում ծնված օրվանից, սիրելի Վալենտինա, այս նեգատիվի պատճառով անընդհատ պայքարում եք անարդյունք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, սիրելի Վալենտինա, այս նեգատիվից ձերբազատվեք և ձեր կյանքի այդ պրոբլեմներից դուք կկարողանաք դուրս գալ, ձեր կյանքի մեջ կբացվի հաջողության ճանապարհը, այն ինչ որ տիեզերքով ձեզ նախատեսված է, դա կստանաք։ Բարև ձեզ, բարև ձեզ, բարև ձեզ, Իրինա 35 տարեկան, տղա երեխա կունենաք, թե ոչ, Իրինա 35 տարեկան, տղա երեխա կունենաք, թե ոչ, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Իրինայի համար, Իրինա, կա խնդիրներ, սիրելի Իրինա, սիրելի Իրինա, ձեր վրա կա մագիա, որի պատճառով հնարավոր է տղա երեխա չլինի, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր դրանից հետո հնարավոր է, որ ունենաք տղա երեխա, ունենաք տղա բալիկ, այս մագիան փակում է տղա ունենալու ճանապարհը, որովհետև տղան դա սերունդը շարունակող սերն է, իսկ չի թողնում այդ մագիան, որ սերունդը բարձրանա, զարգանա, քանի այդ նեգատիվը կա, չեմ տեսնում, որ կլինի տղա բալիկ, սիրելիս, բարև ձեզ, բարև ձեզ, Ազատ 26 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը, Ազատ 26 տարեկան, սիրելի Ազատ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, ձեր կյանքի բոլոր ոլորտներում խնդիրներ են, պրոբլեմներ են, դեռ մեկ խնդրից չձերբազատված ընկնում եք մյուս խնդրի մեջ, սիրելի Ազատ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից և ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, Արմինե 37 տարեկան, Արմինե 33 տարեկան, երբևէ երեխա կունենաք, թե ոչ, Արմինե 33 տարեկան, երբևէ երեխա կունենաք, թե ոչ, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արմինեին, կա խնդիրներ, սիրելի Արմինե, սիրելի Արմինե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, ձեր վրա կա մագիա, որի պատճառով չի լինում բալիկ ունենալ, բայց դուք հնարավորություն ունեք երեխա ունենալու, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, սիրելի Արմինե, թողնի 37 տարեկան, քանի
չի լինի բալիկ, իսկ դեռ ժամանակ ունեք երեխա ունենալու։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի բալիկ։ Ես ձեզանից եմ շնորհակալ։ Սյուզի 28 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սյուզիի համար։ Ընդհանրապես չեմ նայում, թող մարդիկ ամեն մեկը իր անունով գրեն, տարբեր մարդու անունով միտք գրեք։ Բարև ձեզ, շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր նվերների համար։ Աննա 18 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Աննայի համար։ Աննա 18 տարեկան, սիրելի Աննա, ձեր վրա կա տոհմական անեծք, ձեր հայրական անձն է փակված, եթե դուք ուշադրություն դարձնեք, եթե ունեք հորեղբայրներ, հորքուրներ, այնտեղ հորաքուրներ, այնտեղ կան խնդիրներ, ամուսնանալու հետ կապված, երեխա ունենալու հետ կապված, վաղաժամ մահեր, այս նեգատիվը սիրելի Աննա փակում է ձեր կյանքի բոլոր ոլորտները, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի անձնական, որպեսզի լինի հաջողություն։ Սյուզի 28 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սյուզիի համար։ Սյուզի 28 տարեկան, կա ֆինանսական խնդիրներ, սիրելի Սյուզի, բայց իմացեք ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, և ֆինանսական ոլորտներում, և անձնական ոլորտում, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս եք գալիս, հաջողություն է ցույց տալիս սիրելի Սյուզի և անձնական ոլորտում, և գործնական ոլորտում, կան խնդիրներ, բայց այդ խնդիրները լուծելի են։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ սիրելի Սյուզի։ Ռուբեն 23 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ռուբենի համար։ Ռուբեն 23 տարեկան, սիրելի Ռուբեն, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդակ, որի պատճառով և գործնական ոլորտում, և անձնական ոլորտում ամեն ինչ տարած է, ինչ ձեռ եք տալիս չի ստացվում, ամեն ինչ քանդվում է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, սիրելի Ռուբեն, և ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, այս կաբանքներից մաքրվեք, սիրելի Ռուբեն, և կլինի հաջողություն։ Արմինե Արթուր, կմիանաք թե ոչ։ Արմինե Արթուր, կմիանաք թե ոչ։ Տեսնենք ինչ
ասում տիեզերքը մեր սիրելի Արմինեի և Արթուրի համար։ Կա խնդիրներ, սիրելի Արմինե, սիրելի Արթուր, ֆինանսական խնդիրներ, պրոբլեմներ կմիանաք։ Սիրելի Արմինե, սիրելի Արթուր, կմիանաք։ Алло. Вы гадаете, поэтому вы не подключались. Я поняла, я думала, все, я отключусь тогда. Хорошо. А может, мне 2 слова скажете? Просто вот так, даже без карт. Как? Как вас зовут? Меня зовут Наира. А сколько вам лет? 59. 59. Вообще не видно. У меня фильтр стоит. Хороший фильтр стоит. Ну, улучшение. Не фильтр, а именно улучшение. Посмотрим, что говорит. Давайте посмотрим. Я вам буду очень благодарна. В вашей жизни все будет хорошо. И в личных отношениях, и в финансовой сфере. Что вы мечтаете, ваши мечты сбудутся. Если есть проблемы, и проблемы останутся позади, перед вами откроются двери, перед вами откроются возможности. Спасибо вам огромное. Дай Бог вам огромного здоровья. Спасибо. До свидания. Спасибо. Нарек, Նարեկ 18 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Նարեկի համար։ Սիրելի Նարեկ, ընդհանրապես կա ֆինանսական խնդիրներ, կա անձնական խնդիրներ, բայց դա ժամանակավոր են, ձեր կյանքի մեջ փաստում է հաջողության ժամանակ, ինչ երազանքներ, նպատակներ, որ ունեք եւ անձնական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում դրանք կատարվելու են։ Սիրելի Նարեկ, ցույց է տալիս, որ ձեզ սպասվում է հաջողություն։ Վաչե 25 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Վաչեի համար։ Վաչե 25 տարեկան։ Սիրելի Վաչե, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում։ Ինչ երազանքներ, նպատակներ, որ ունեք, սիրելի Վաչե, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Ձեր դեմ բացվում է հաջողության ժամանակահատված։ Հաջողության ժամանակահատված։ Լավ եմ, շնորհակալություն։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Ես ձեզանից եմ շնորհակալ։ Հունան 38 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Հունանի համար։ Հունան 38 տարեկան։ Հունան 38 տարեկան։ Սիրելի Հունան, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա տուղտուգիր, դիմեք էքստրասենսի,
դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի հունան, եւ կլինի հաջողություն։ Այս նեգատիվը ամբողջովին ձեր հաջողության ճանապարհը։ Դիմեք անպայման էքստրասենսի, կատարեք մաքրման գործում ձեր հաջողության ճանապարհը։ Դիմեք անպայման էքստրասենսի, կատարեք մաքրման գործում ձեր հաջողության ճանապարհը։ Դիմեք անպայման էքստրասենսի, կատարեք մաքրման գործողություն։ Էդվարդ 22 տարեկան։ Կա խնդիրներ ձեր անձնական ոլորտում, սիրելի Էդգար, ֆինանսական ոլորտում, ճիշտ է, կա խնդիրներ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, դուք կկարողանաք այդ խնդիրներից ձեռք ազատվել, դուք կկարողանաք այդ խնդիրներից հաղթանակով դուրս գալ, սիրելի Էդուարդ, ձեր կյանքի մեջ բացում է հաջողության ճանապարհները։ Կա խնդիրներ, բայց այդ խնդիրները լուծելի են։ Մարիեթա 23 տարեկան անձնական։ Մարիեթա 23 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մարիետայի համար։ Մարիետա 23 տարեկան անձնական։ Սիրելի Մարիետա, ձեր եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում լինելու է հաջողություն։ Ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Մարիետա, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Սկզբից ֆինանսական ոլորտում, հետո էլ անձնական ոլորտում կլինի հաջողություն։ Արդուշ 62 տարեկան առողջական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արդուշի համար։ Արդուշ 62 տարեկան առողջական։ Սիրելի Արդուշ, ձեր առողջական խնդիրը դա սովորական խնդիր չէ, ձեր առողջական խնդիրը դա նեգատիվի թուղթուգրի անեծքի արդյունք է, որպեսզի լինի լավացում, որպեսզի լինի առողջացում, ոչ միայն պետք է կատարեք բժիշկների ցուցումը, նաև պետք է ձեր բիոէներգետիկ դաշտը մաքրեք, որովհետև առանց բիոէներգետիկ դաշտը մաքրելու բուժումը արդյունավետ չի լինի։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, կլինի լավացում, կլինի ապաքինում։ Սուսաննա 21 տարեկան անձնական։ Սուսաննա 21 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Սուսաննայի համար։ Սուսաննա 21 տարեկան անձնական։ Սիրելի Սուսաննա, ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ, ինչ երազանքներ, նպատակներ որ ունեք, սիրելի Սուսաննա, ձեր երազանքներն ու նպատակները կատարվելու են։ Ես է ձեզանություն շնորհակալ, գրանցվեք իմ ալիքների նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Արծվիկ 48 տարեկան անձնական։ Արծվիկ 48 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արծվիկի համար։ Սիրելի Արծվիկ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, ձեր անձնականը փակված է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Արծվիկ, եւ ձեր եւ անձնական ոլորտում, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում էլ կլինի հաջողություն, քանի կա այդ նեգատիվը չկա անձնական
Սիրելի Արծվիկ, Զարա 27 տարեկան, այս տարի կամուսնանա թե ոչ։ Զարա 27 տարեկան, ամուսնություն կլինի թե ոչ։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Զարայի համար։ Ընդհանրապես սիրելի Զարա, ձեզ անպայման ամուսնություն կլինի։ Եթե այս տարի չէ, հապա հաջորդ տարի 100% ամուսնություն կա, ինչ երազանքներ, նպատակներ, որ ունեք, ձեր երազանքները, նպատակները կկատարվեն, սիրելի Զարա։ Բարև ձեզ, շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր սրտիկների, Ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև եդեական աստղաբանությամբ, նայում եմ, նեգատիվ էներգիայում մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, տալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր եթերները պահպանվում են իմ YouTube-ի անալիքներում, Instagram-ում, Կոնտակտում, Facebook-ի անալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ ի սրտե նվիրում եմ։
Այսօր ավարտում եմ իմ ուղի հետերը, սիրելիներս, հաջողություն, ստեսություն։ Բարև ձեզ, ասեք լսում